Մարտի 35 Գյումրու ավագանու արտահեշտ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին Հանրապետություն, հանուն Հանրապետության և Հայաստանի եվրոպական կուսակցությունների կողմից ձևավորած Եվրադաշինքը ներկայացրեց Գյումրու զարգացման հայեցակարգը և ցուցակի անդամներին։ Արմատական փոփոխություններ, բաց հրապարակային հաշվետու և մասնակցային կառավարում են խոստանում։ Քաղաքապետի թեկնածուն ավագանու գործունեության հարուստ փորձ ունի ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն է։ Հաշիվ տալ բոլոր կատարած որոշումների գործողությունների համար։ Սա մենք խոստանում ենք։ Ծրագիրը հրապարակված է էլեկտրոնային բուկլետով և բրոշյուրով։ Ձեզի ղուրբան եղնիմ, այս քաղաքի ջանին մեռնիմ։ Մենք լեզվից այդպես խեղճ չենք, կարող ենք նման տեքստեր շարել ինչքան կամենակ։ Մեր արժանապատվությունը թույլ չի տալիս մարդկանց ականջներից փլավ կախել։ Գանք իշխանության կստեղծենք այսքան աշխատատեղեր, ասող մարդը տեղական ինքնակառավարումից տեղյակ չէ, ասում է Բարսեղյանը, պայմաններ են ստեղծելու։ Սոցիալ-տնտեսական եւ տեղական տուրքեր, հարկեր, վճարներ, ենթակառուցվածքների նորոգում, զարգացում, որպեսզի գործարար աշխարհը ինքը շահագրգռված լինի, գալ եւ ստեղծել աշխատատեղեր։ Թիմը գործադիր եւ ավագանու կազմում խոստանում է աշխատել պայքարելով կոռուպցիայի դեմ առանց շահերի բախման։ Մերոնք համայնքային բյուջեից գնումներին չեն մասնակցելու։ Մենք սա հայտարարում ենք, մենք չենք գալիս ավականու անդամ դառնում, որ մեր շինարարական կազմակերպությունները բարեհաջող կերպով մրցույթներին մասնակցեն, կոռուպցիայի նրբին տեսակետ է։ Ըստ Բարսեղյանի քաղաքում եկամուտների ստվերը ամենահամեստ հաշվարկներով կես միլիարդ դրամ է կազմում։ Երկրորդ ավականու նիստում մենք սահմանելու ենք Գյումրու մանկապարտեզների հաճախող երեխաների ուսումը անվճար։ 9-10 տարի այս մասին խոսել, բացատրել, համոզել, քաղաքապետերին ենք ներկայացրել։ Սա էլ, ինչպես ասում են, տեղից չի շարժվել, բայց դա ֆանտաստիկ բան չէ։ Դա մեկ ավականու նիստում որոշելիք բան է 100-120 միլիոն դրամի լրացուցիչ ծախսի հարց է, ինչպիսի գումարներ մենք գիտենք, թե որտեղ են մնացել։ Գյումրի քաղաքում են մնացել ստվերում։ Խոստանում են համայնքապետարանի և համայնքային հողակներում աշխատավարձերի բարձրացում և սոցիալական փաթեթների համակարգի ներդրում։ Արժանապատիվ տրանսպորտ, թափառող շների խնդրի լուծում, կանաչապատում և ասֆալտապատում, ֆուտբոլի 8 դաշտ, 20 խաղահրապարակ, քաղաքի համաչափ զարգացում Եվրադաշինքի մյուս ծրագրերն են։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։